Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են սկսել ուժեղ Հայաստան կուսակցության մարզային գրասենյակներում, ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները քիչ առաջ հաստատել են նաև քննչական կոմիտեից։ Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Պանորամայեմի հետ զրույցում պնդեց, որ քննչական գործողությունները որևէ կապ չունեն իրավական գործընթացների հետ։ Ես կարծում եմ դա կախված է երեկվա հանրահավաքի մարտահրավերության հետ, կարծում եմ դա իշխանություններին բավականին լրջորեն մտահոգել է եւ կարծում եմ նրանք գուցե որպես պահեստային տարբերակ հող են նախապատրաստում, որպեսզի վերջին պահին արգելեն ուժեղ Հայաստան կուսակցության մասնակցությունը ընտրություններին։ Չմոռանանք, որ երբ շատ է խոսում մոլդովական սցենարի մասին, այնտեղ հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկին մասնակցությունը արգելեցին բառացիորեն ընտրությունների նախորդ օրը։ Այսինքն այնպես չի, որ արդեն ուշ է, իշխանությունները կարող են նույնը կրկնել նաև Հայաստանում։ Պարոն Բաղդասարյան, այս վերջին օրերին մենք անդադ լսում ենք ՀՊ-ից, որ ըստ սոցհարցումների իրենք բացարձակ իշխանություն են կազմելու։ Արդյոք այդ անհանգստությունը ունեն ու երեկվա հանրահավաքը մեծացրեց դա։ Նրանք այդ անհանգստությունը ունեն իհարկե եւ վաղուց ունեին, ամենայն դեպս Քարոզար Շավը, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց ակտիվորեն շփվել արդեն ժողովրդի հետ, կարծում եմ իր համար էլ ակնհայտ էր, որ իրենց համար իրավիճակը այնքան լավ չէ, ինչպես իրենք պատկերացնում էին։ Դրա համար էլ նրանք նախապատրաստում են պլան B, պլան G տարբերակները եւ այս ամեն ինչը բնականաբար իրավական գործընթացություն չունի, որովհետեւ իրավական պետության հիմնական սկզբունքն այն է, որ օրենքի առջև պիտի բոլորը հավասար լինեն, բայց մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ։ Օրենքը գործում է ամենախստությամբ միայն ընդդիմության դեմ, իսկ իշխանություններին կարծես թե ամեն ինչ կարելի է։ Եվ եթե հանկարծ մոլդովական սցենարով գնա ամեն բան, կասեցնեն ուժեղ Հայաստանի գրանցումը, որը պետք է լինի ընտրական գործընթացի մասնակից ընդդիմադիր ուժերի անելիքը ըստ ձեզ։ Ընդդիմադիր ուժերը ես կարծում եմ իրենք արդեն հիմնական սխալը թույլ են տվել, որ միասնաբար չեն մասնակցել, տրամաբանական կլիներ, եթե նրանք միասնաբար բողոքեին դրա դեմ, եթե նման կասեցում լիներ, բայց առանձնապես մեծ ակնկալիք չունեմ, որովհետև այնպիսի տպավորություն ունեմ, թե մյուս ընդդիմադիր ուժերը հակառակը ուրախ կլինեին, եթե ուժեղ Հայաստանի գործունեությունը կասեցվեր, որովհետև այդ դեպքում նրանք ենթադրում են, թե այդ ձայների մեծ մասը իրենց կգնար եւ իրենք ավելի մեծ ներկայություն կունենային հաջորդ խորհրդանում։ Ցավոք սրտի իմ տպավորությունը այդպիսին է, աստվածը սխալվեմ։ Այսպիսով առաջիկա ժամերին հայտնի կդառնա, թե որքան հեռուն գնացող գործողությունների է պատրաստ իշխանությունն ընտրական այս պրոցեսում եւ ինչքան ամուր կարող են իրենց աչքերը փակել եվրոպացի դիտորդները։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայեմին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։